Բարև Ֆակտոր TV հյուրը Restart հիմնադրամի ծրագրերի համակարգող Յուրի Մովսեսյանն է, բարև ձեզ։ 2025-ը բավականին բուռն տարի էր, ինչպես արտաքին այնպես էլ ներքին քաղաքական ոլորտում, ձեր գնահատմամբ Հայաստանի շուրջ նախորդ տարում անվտանգային աշխարհաքաղաքական, միգուցե տնտեսակոմունիկացիոն, այսպես ձևակերպենք իրադրությունը ինչպես փոխվեց, ինչ ընդհանուր զարգացումներ կային, դրական էր, բացասական էր, ինչ եք առանձնացնում։ Շատ կարևոր է, որ հենց ժամանակային կոնտեքստում ենք նայում դրականն ու բացասականը, որովհետև ինչպես տեսնում ենք, օրինակ նույն օգոստոսի 8-ի համաձայնությունների համատեքստում շատերը նշում են, որ այդ տեսեք մենք 21 թվականին ինչ ունեինք կամ 18 թվականին ինչ ունեինք, բայց բոլորս մոռանում ենք, թե 25 թվականի սկզբին բոլորիս մտահոգությունները, բոլորիս տրամադրվածությունները ինչպիսին էին։ Ըստ էության 25 թվականի սկզբին գրեթե թե ներքաղաքական դաշտի բոլոր դերակատարները, թե նաև կարծես թե արտաքին դերակատարները հասկանում էին, որ Հայաստանի վրա հարձակումը լինելու է, բայց թե երբ է լինելու, բոլորի ամբողջ մտահոգությունները դրա շուրջ էին։ Եվ այստեղ կարևոր էր, որ օգոստոսի 8-ի համաձայնությունները ըստ էության կանխեցին այդ մեծ սպառնալիքը, որ 25 թվականի կոնտեքստում կային ու այսօր մեր ամբողջ քաղաքական դիսկուրսը տրամագծորեն 180 աստիճան հակառակում է։ Այսինքն, երբ որ մենք 25 թվականի սկզբին քննարկում ենք, թե ինչպես ենք դիմագրավելու Ադրբեջանի հերթական ռազմական սպառնալիքը, այսօր օրինակ քննարկում ենք արդյոք ճիշտ է այս պայմաններում բենզին ներկրել օրինակ Ադրբեջանից։ Թունավոր է թե չէ։ Այո, թունավոր է թե չէ ցորենը եւ այլն եւ այլն։ Կարծում եմ այս դիսկուրսների տարբերությունը արդեն ցույց է տալիս, թե մի քանի ամսվա կամ 1 տարվա ընթացքում ինչ ռադիկալ փոփոխություն են տեղի ունեցել միջավայրում։ Ասում են, գիտեք, դա շատ հեշտ կարելի է հարամել, այսպես ասենք։ Այո, հեշտ կարելի է հարամել ու այս շատ կարևոր իրական դիսկուրս է, երբ որ մի կողմում ասում են արդեն իսկ 100% խաղաղություն է հաստատվել եւ մյուս կողմում վնասարար նարատիվներ կան, որ չէ, ինչ խաղաղություն, պետք է զինվել, պետք է հակառակորդ երկրին ցույց տալ իր տեղը եւ այլն, բայց այս երկու ծայրահեղ նարատիվների արանքում կա միաթստակ պատկեր, որ մենք առնվազն առաջիկա 3 տարիներին կամ տեսանելի ապագայում կարող ենք փաստել, որ կարծես թե մեծ ռազմական էսկալացիա, նույնիսկ փոքր ռազմական էսկալացիաների հավանականություն շատ ցածր է ու ընդհանուր նարատիվները տարածաշրջանի նկատմամբ են փոխվել։ Այսինքն, երբ որ նայում ենք հատկապես ԱՄՆ արտաքին քաղաքականությունը հարավային Կովկասում ու հատկապես կենտրոնական Ասիայում, մենք տեսնում ենք, որ խաղաղության նարատիվը այս պահին գերակա է, այսինքն ավելի շատ քննարկվում է ապաշրջափակման միտումները, տնտեսական համագործակցության հեռանկարները եւ այլն, ու այս առումով սա խաղաղություն է, որը մեր ձևակերպմամբ իհարկե կանխում է մեծ ռազմական կոնֆլիկտը, բայց ասել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ռազմական տնտեսական մրցակցությունը կանգ է առել, իհարկե ոչ, բայց սա Հայաստանին հնարավորություն է տալիս գոնե տեսանելի ապագայում շունչ քաշել ու այստեղ է երևալու, թե մենք ինչքանով ենք պատրաստ խաղաղության, որովհետեւ այդ խաղաղության պատրաստվելն էլ իր հերթին ինչ որ աշխատանք պարունակում է ու ամբողջ մեր քաղաքական դիսկուրսը կարծում եմ 26 թվականի ընտրություններից հետո պետք է կենտրոնանա, թե ով է լինի իշխանության, ինչպիսի աշխատանք է տանելու օգոստոսի 8-ի համաձայնությունների կոնտեքստում, ինչպիսի աշխատանք է տանելու ապաշրջապատումը։ Բայց հատկապես ԱԺ-ընդդիմությունը ասում էր, թե ինչ է խմբագրելու օգոստոսի 8-ի մեջ, եթե գա իշխանության, սա օգոստոսի 8-ի այդ համաձայնագրերի նախաստորագրումից եւ ԱՄՆ-ի հետ 3 հռչակագրերից հետո ընդդիմության թիվ 1 ասելիքներ չեղարկելու են կամ խմբագրելու են։ Դուք այսինքն ունեք ակնկալիք, որ ընդդիմությունը կհամակերպվի այս համաձայնագրերի, անգամ Ադրբեջանի հետ համաձայնագրի հետ եւ խմբագրման միտումներ չի դնի, ինչու՞։ Իրականում ընդդիմություն ասվածը ինքը շատ լայն դիապազոնով է, օրինակ եթե ԱԺ ընդդիմության մասին ենք խոսում, դաշնակցության եւ հանրապետական կուսակցության մոտեցումները օգոստոսի 8-ի համաձայնություններին կրկին նոյեմբերի 9-ի շնչով էին, հա, կապիտուլյացիոն, հերթական կապիտուլյացիան է եւ այլն, բայց նույն օրինակ Հայաստան դաշինքի փաստացի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը կարծես թե այլ բաներ ասում, հա, ասում էր այ պետք է այդ էֆեկտը ավելի բազմապատկել եւ այլն, մենք տեսնում ենք այլ քաղաքական ուժերի, ովքեր ասում են մենք գալու ենք փորձելու ենք ավելի լավացնել վերաբնակցել, այսինքն շատերը արդեն իսկ հասկանում են, որ նախընտրական տարի է եւ ընտրողներին ասել, որ մենք գալու ենք վերաբանակցենք, դա այդքան էլ ոչ իրատեսական ու երբեմն անկայուն դիրքորոշման
տեղիք է տալիս։ Կարծում եմ, եթե իրականության դաշտ գանք, չեմ կարծում, որ որևէ մեկը կարողանալու է 26-ին ընտրվել ու օգոստոսի 8-ի համաձայնությունները ինչ որ ձևով վերաբանակցել։ Առնվազն այդ վերաբանակցումը թույլ է տալուց հակառակորդ երկրին ու ընդհանրապես աշխարհական կենտրոններին, հատկապես ԱՄՆ-ին մտածել, որ հայկական կողմը տորպեդահարում է։ Ու սրա մասին պետք է անկեղծ խոսել։ Մի կարևոր նյուանս կա այդտեղ։ Ադրբեջանը չի հարձակվի, եթե հայկական նոր իշխանությունները կասկածի տակ դնեն արդեն նախաստորագրվածը, եթե Ռուսաստանին միացնենք process-ին, այսինքն ըստ այդ նարատիվի Ռուսաստան-Իրան աղեղ է ստեղծում Հայաստանի շուրջ դաշինքային եւ բոլոր ագրեսիաները կանխվում են։ Ամեն ինչ կարող ենք չեղարկել եւ վերաբանակցել։ Ես հիշում եմ, երբ որ նմանատիպ խոսակցություններ կային 23-ից հետո, երբ որ Իրանի վրա սկսեց հարձակումը, շատ հետաքրքիր պատկեր է ձևավորվել։ Այն մարդիկ, ովքեր ասում են Հայաստան, Իրան, Ռուսաստան առանցք պետք է ձևավորվի, առնվազն այդ առանցքի երկու երկրները գտնվում են կոնկրետ ռազմական գործողությունների մեջ, իսկ Հայաստանի վրա Դամոկլեան սուրը կախված էր, այսինքն այս նարատիվը արդեն իսկ հետահայաց նույնիսկ նայելով կարելի ասել սնանկ է։ Բայց չի փոխվում այդ նարատիվը, թե։ Իրականում փոխվում է, այդ տեսեք, օրինակ հիմա քաղաքական դաշտին, երբ որ հետևում ենք, հիմա տեսնում ենք, որ բոլորը ընդունում են, որ օրինակ մեր ձևով շարժումը, Սամվել Կարապետյանի գլխավորած շարժումը համարվում է թիվ 1 ընդդիմադիր շարժումը, օրինակ իրենց մոտեցումները այդ առումով ավելի խուսափողական են, հա, չեմ փորձում օրինակ ասել, այ օգոստոսի 8-ը կապիտուլյացիա եւ այլն, այլ ասում են գալու ենք իրական խաղաղություն կերտելու։ Որն է այդ իրական խաղաղության կոնցեպտը, միջև հիմա ընդդիմադիր շերտի մոտ այդքան էլ հստակ չէ։ Շատերը օրինակ ասում են օգոստոսի 8-ի պայմանավորվածություններին պետք է ավելացնել BRICS-ը, պետք է ավելացնել նոր խաղացողների եւ այլն։ Առնվազն TRIP-ի հետ կապված ու հայ-ամերիկյան հարաբերությունների կոնտեքստում այն փոխհմբռնման հուշագրերը, որ կնքվել են, ցանկացած այլ խաղացողի ներգրավվածությունը արդեն իսկ սխալ ըմբռնումների դաշտից է, որովհետեւ մենք ըստ էության կարողացանք այդ նոյեմբերի 9-ի 9-րդ կետի դրույթը, որը վերաբերվում էր Ադրբեջանի եւ իր մյուս տարածքների Նախիջևանի հետ կապի մասին, ըստ էության մենք կարողացանք տեղափոխել երկկողմ դաշտ, Հայաստան-ԱՄՆ դաշտ, ու եթե տեսնում եք, նույն Ադրբեջանից տարբեր ուղերձներ են գալիս, հարցադրումներ, բա ինչ քննարկումների մակարդակում է այս պահին գտնվում, այսինքն փաստացի Ադրբեջանի արձագանքն էլ է հուշում, որ սա երկկողմ դաշտ է փոխվել, ու այս առումով ես կարծում եմ, որ ընդդիմադիր դաշտում հաջողությունը, որը պարզ է մենք ում նկատի ունենք, որ քաղաքական դերակատարների, իհարկե գեոպոլիտիկ նշանակություն ունենալու է, բայց այն իրական խաղաղությունը, որի մասին իրենք այս պահին խոսում են, որևէ նյութական արժեք չունի, որովհետև այլընտրանքը հստակ չէ։ Եկեք ես կոնկրետացնեմ, տեսեք, խաղաղության օրակարգի թե ներքին դրսևորումներ կան այս մեր բանավեճ ընդդիմություն իշխանության, թե արտաքինից շատ խոսեցինք, բայց այդ կռիվ բանավեճի բանը, նարատիվները, որոնք են, որ քաղաքացին լսում է, հենց հիմա մեզ լսող քաղաքացին, երբ որ լսում է, երկուսն էլ իրականությունից բխող տեղեկություններ են հայտնում։ Իշխանությունը ասում է, այդ տեսեք, որն է խաղաղությունը, որ հաստատված է եւ կոնկրետացումներ կան, սահմանի զոհեր չունենք, ադրբեջանական բենզին է ներկրվում, հավանական է նաեւ Հայաստանը ինչ որ բաներ արտահանի Ադրբեջան ծորեն ենք բերում, այսինքն չենք կրակում սահման։ Սա փաստեր են, հա, սրանք անվիճելի փաստեր են։ Ընդդիմությունն էլ է փաստեր ասում։ Ադրբեջանը օկուպացրած է պահում Հայաստանի տարածքները, Ադրբեջանը հայ ռազմագերիների եւ ռազմաքաղաքական ղեկավարությանն է պահում այնտեղ ինչ խաղաղություն, այսինքն լսում ես երկուսն էլ ճիշտ են, բայց թե ում արգումենտն է, այսպես առավել կյանքից բխող մի քիչ բարդ է, օգնեք կողմնորոշվենք։ Տեսեք, փաստերի արձանագրումը շատ ճիշտ է կատարում, այսինքն այն, որ Ադրբեջանի հռետորաբանությունը հայ հասարակության ու բոլորից դուր չի գալիս։ Գումարը գյոք չա, այո, բայց այն ամենը պետք է ֆիքսենք, որ օգոստոսի 8-ից հետո այդ հռետորաբանությունը որոշակի փոփոխությունների ենթարկվել է։ Դա այն չէ, ինչ օրինակ 25 թվականի սկզբում, ամենայն դեպս 25 թվականի սկզբի Ալիևը հայտնի ասուլիսի ուղերձները այլևս չկան։ Թշնամի ատելի հայեր կան, որ պետք է հարձակվել, եթե մեզ չտան այդ միջանցքը եւ այլն եւ այլն։ Փաստերը ճիշտ են արձանագրվում։ Ես էլ կուզեի, որ այդ փաստերի արձանագրումից հետո հստակ ռազմավարություն առաջարկվեր հասարակությանը։ Կարծում եմ, այդ հասարակության մոտ այդ հստակ պատկերացումը չկա։ Ընդդիմությունը ինչպես է դա անելու։ Հա, մենք բոլորս ընդունում ենք, որ օկուպացված տարածքներ կան, որոնք են հիմնական ճանապարհները։ Օրինակ իշխանությունը ասում է դելիմիտացիայի, դեմարկացիայի գործընթաց։ Ես օրինակ նույնպես որոշակի
կասկածամտություն ունեմ, արդյոք դելիմիտացիա ու դեմարկացիայի գործընթացով մենք կկարողանանք օկուպացված տարածքները հետ վերադարձնել, բայց դա ճանապարհ է, որը որոշակի կայուն ուղենիշներ է սահմանում։ Հիմա ընդդիմության տեսակետ այս հարցի շուրջ ինձ համար մինչև այժմ այդքան է հասկանալի չէ, որովհետև ասել ուժեղանալ գնանք հետ բերենք, այդ շատ երկարաժամկետ ստրատեգիայի մասին է, ու առնվազն եթե դու դրա մասին հրապարակային հայտարարում ես, դա առնվազն Ադրբեջանի համար կարտ բլանշ է միջազգային հանրությանը ցույց տալու, որ Հայաստանը կրկին այդ ռազմատենչ հայտարարությունների, ռևանշիզմի դաշտ է եկել եւ այլն եւ այլն։ Այս առումով եմ ասում, որ խաղաղության կոնտեքստում ընդդիմության օրակարգը հստակ չէ։ Դուրս եկեք, կնքենք պայմանագիրը, հետ վերադարձրեք գերիներին, կնքենք, այսինքն անիվը հետ շրջել։ Հա, այդ կարելի է միշտ այդպես ասել, օրինակ, եթե օրինակ նույն Արևմտյան Ադրբեջանի օրակարգը հիմա հայլային փորձում ենք Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի օրակարգի հետ քաշել։ Այդ միշտ կարելի է, բայց տնային հստակ աշխատանքը, հստակ ստրատեգիան անվտանգության եւ ռազմական ոլորտում, ու արտաքին քաղաքականության ոլորտում հստակ պատկերացումների հիման վրա պետք է լինեն։ Այսինքն միշտ կարելի է ասել, եթե դուք սա անեք, ես սա կամ։ Իրենք ասեն չեն կանելու ու մատնաշեն թրիփի մասով, այսինքն փաստացի թրիփը արդեն իսկ թղթի վրա իրականություն է, արդեն մենք խոսում ենք, որ 26 թվականի սկզբին դրա հիմնարկեքի արարողությունը պետք է տեղի ունենա կամ արդեն իսկ փոխնախագահի այցի մասին խոսակցություններ կան։ Ադրբեջանը կասի առնվազն թրիփը արեք, մնացածի մասով չեք ունենա ապաշրջափակում, տեղի չունենա այն հստակ խաղաղության համաձայնագրի ստորագրման արարողությունը կամ ստորագրման փաստը եւ այդպես կարող ենք շարունակել։ Այստեղ Հայաստանի արտաքին քաղաքական շահերի տեսանկյունից պետք է նայել, որն է մեզ ձեռնտու։ Առնվազն Հայաստանի տեսանկյունից ձեռնտու է ապաշրջափակումը տեղի ունենա ու դելիմիտացիա ու դեմարկացիայի գործընթացը, խաղաղության պայմանագրի ստորագրման այդ գործընթացը առաջ մղվի։ Իսկ եթե մենք ասենք, դե գիտեք ոնց գերիներին հետ կբերեք կբանակցեն, գերիներին հետ չկբերի չենք բանակցի եւ այլն, այս առնվազն Հայաստանի տեսանկյունից խոցելի դիրքերի մեջ է դնում Հայաստանի Հանրապետությունը, որտեւ պետք է խոստովանենք, որ մենք գործ ունենք մեզանից 3 անգամ ավել ռազմական անվտանգային ուժային բալանս ունեցող երկրի հետ։ Սա այս խոսակցությունը տեղի չէր ունենա այն պայմաններում, եթե մենք խոսենք Հայաստան-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների մասով, երբ որ լինեին հավասարազոր հարաբերություններ։ Մենք պետք է սա միշտ ֆիքսենք, որ մենք 25 թվականի կոնտեքստում ունենք մի քանի անգամ լուրջ դերակատարում ունեցող մեր նկատմամբ ավելի հզոր երկիր, ու այդ կոնտեքստում պետք է հարաբերությունները կառուցել։ Իհարկե միշտ կարելի է ասել, եթե գերիները չեն եկել, խաղաղություն չէ։ Ինձ համար էլ, քանի դեռ հումանիտար հարցերը չեն լուծվել եւ այլն, լիարժեք խաղաղության մասին խոսք գնալ չի կարող, բայց այդ խաղաղությունը, երբ որ օրինակ կենացներին խմենք խաղաղության կենացը եւ այլն, դա ինքը տնային հստակ աշխատանք է, ամենօրյա աշխատանք է։ Հիմա ես համոզված եմ, եթե առաջիկայում օրինակ որոշակի գերիների փոխանակման հավանականություն լինի, որոշակի գերիներ վերադառնան, ելի մարդիկ կպնդեն, բայց ոչ բոլորն են վերադարձել։ Բայց Հայաստանի համար այս բանը ձեռնտու է ֆիքսվել դրական տենդենսների վրա, տնային աշխատանք անել, որովհետև առանց Հայաստանի ներքին դիմակայունության բարձր որ խաղաղությունը անհնար է, այսինքն մենք չենք կարող նույն սխալները կրկնել, որ արել ենք մինչև 2020, հա, փաստաթղթերով ունենք ռազմավարական մեկ դաշնակից, որը մեզ միշտ օգնելու է եւ այլն եւ այլն։ Հիմա նույն սխալը մենք չենք կարող անել։ Մենք չենք կարող ասել արդեն իսկ ունենք խաղաղության նախաստորագրված պայմանագիր, մենք չպետք է մեր կախվածությունների մասին խոսենք, մենք չպետք է դիվերսիֆիկացված հարաբերություններ ունենալ։ Ես ավելի շատ խաղաղության ճանապարհը հենց տեսնում եմ այստեղ դիվերսիֆիկացված հարաբերություններ ունենալ, վնասար կախվածությունները կոնկրետ մեկ կենտրոնից նվազեցնել ու գերիների հարց կլինի, օկուպացված տարածքների հարց կլինի, գուցե դա մոտ ապագայում ամբողջովին չլուծի, բայց Հայաստանի ներքին դիմակայունության ամրապնդումը հստակ դիվերսիֆիկացված հարաբերություն, դա այն հիմնական ճանապարհն է, որ տանելու է դեպի խաղաղություն։ Եկեք գործնականացնենք այս հարցը տասնամյակներ շարունակ եւ իդեպ ասեմ ձեզ նաեւ միջազգային հարցումների համաձայն Հայաստանյան Հանրությունը մեկ դաշնակից է տեսել մեր կյանքում Ռուսաստանի Դաշնությունը այն ակնկալիքով, որ մեր ռազմավարական օբյեկտները Ռուսաստանին տալով մենք ստանում ենք նրանից անվտանգության հովանի եւ նաեւ այդ քարոզչությունն է գնացել տասնամյակներ շարունակ այդ թվում պետական ռոպագանդայի կողմից, որ Ռուսաստանին ձեռնտու է հայկական Արցախի գոյությունը, Հայաստանի այս տարածաշրջանում գործոն լինելը եւ բոլոր իր ներդրումները, խաղադրույքները կատարելու է Հայաստանի վրա, ինչ տեղի ունեցավ։ Տեսանք, երկար չթվարկեմ, այս բան Հայաստան ԱՄՆ-ի հետ ունի ռազմավարական գործընկերություն եւ
երեք ըստ էության հուշագրեր ստորագրվեցին արհեստական բանականության, էներգետիկ ոլորտում եւ Թրամփի ուղու, նաեւ ամերիկյան միջնորդությամբ այդ խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվեց, այսինքն ԱՄՆ շատ կոնկրետ ծրագրերով գալիս է մեր տարածաշրջան, եվրոպական միության անդամակցելու մեկնարկի մասին օրենքը արդեն ընդունված է եւ դատելով արտգործնախարարի վերջին հայտարարություններից պետք է ակնկալել, որ 26-ին առնվազն գործնական քայլեր պետք է արվեն, այստեղ նաև եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն է, շատ չխորանանք այսպես աշխարհագրությամբ, ինչ է սա, ինչպես է հնարավոր այդ մեկ կենտրոնից կախվածությունը փոխարինել տարբեր գործընկերներով եւ ինչ է սա տալիս, որովհետեւ կնեք սրա հակառակ կողմն էլ այն է, որ մենք բախում ենք ստեղծում աշխարհակաղակական ոնց կարող է մի երկիրը համ Իրանի հետ ռազմավարական գործընկեր լինել, համ ԱՄՆ-ի հետ, համ ԵՄ-ի հետ, համ չգիտեմ Չինաստանի հետ, ինչ որ խառը բادرջան է ստացվում։ Շատ լավ, այդ խառը բادرջանի քաղաքականությունը Ադրբեջանը 13 տարիներ վարում էր։ Ինչպես կարելի է Իսրայելի հետ ունենալ ռազմավարական, ռազմատեխնիկական փայլուն համագործակցություն ու ունենալ նույն ավելի իհարկե բարձր քաղաքական մակարդակի հարաբերությունները Թուրքիայի հետ։ Եվ նրանք թշնամիներ են։ Այո, այս ընդհանրապես փոքր երկրների անվտանգային ճարտարապետությունը, երբ որ մենք ուսումնասիրում ենք, երբեք հիմնականում 90% դեպքերում մեկ կենտրոնից կախվածությունները երբեք լավ բանի չեն բերել։ Ուղղակի հայկական քաղաքական միտքը, որը բոլորիս էր պարուրել, հիմնված էր այն կանխադրույթի վրա, որ այո, այդ մեկ կենտրոնը ունի հստակ շահեր Լեռնային Ղարաբաղում, ու այդ շահերը երբեք մյուս շահերից ավելի ցածր չեն լինի։ Բայց մենք տեսանք, որ իրավիճակը փոխվեց 2022-ին, մենք դա մեր վրա, մեր անվտանգային համակարգի վրա այդ ազդեցությունը տեսել ենք, երբ որ 23 թվականին տեսանք ինչ եղավ Լեռնային Ղարաբաղում, մենք դրանից առաջ տեսանք Ջերմուկում ինչ եղավ եւ այլն եւ այլն, բայց որպեսզի խոսակցություն տեղափոխենք ավելի թե ինչ պետք է անի Հայաստանը, այս ռազմավարական համագործակցության վերաբերյալ փաստաթղթերը իհարկե կարեւոր են, այսինքն սրանք ավելի շատ քաղաքական այդ բարձր մակարդակի հարաբերությունների դիվերսիֆիկացման մասին է խոսքը։ Բայց երբ որ նայում ենք Հայաստանի ռազմավարական կարևորություն ունեցող ոլորտները, այդտեղ արդեն սկսում է ուրիշ պատկեր ձևավորվել ու այստեղ է որ ամբողջ քննադատությունը պետք է կենտրոնանա գործող իշխանությունների վրա։ Բայց առնվազն մենք կարող ենք ասել, որ որոշակի ոլորտներում արդեն ունենք հաջողություններ, որոնք ելի կարևոր է ֆիքսել պրոակտիվ ձևով չեն եղել։ Այսինքն ոչ թե Հայաստանը մի օր փորձել է հասկանալ, ասել է, բայց ոնց որ թե Ռուսաստանից կախվածությունները վնասարար են, պետք է կրճատել այդ կախվածությունները, այլ ուղղակի օրինակ Ռուսաստանը ասել է այլևս ես չեմ կարող ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում հստակ ռազմամթերք ներմուծել, ներկրել ու այս առումով Հայաստանը փորձել է արդեն ռեակտիվ ձևով արձագանքելով հողի վրա հետևանքներին, փորձել այտենց ճգնաժամային կառավարում անել, հա, Հնդկաստանից զենք բերել, Ֆրանսիայից բերել եւ այլն եւ այլն։ Այսինքն ու դա տեղի ունեցավ այն պայմաններում, երբ որ Հայաստանը նաեւ հայտարարում էր հապկում իր անդամակցությունը սառեցնելու պարագայում, որովհետեւ միշտ այդ հստակ ուղերձ Հայաստանին հնչել է, որ հատկապես ՆԱՏՕ անդամ երկրները մտավախություն ունեն, ինչ կարող է տեղի ունենալ, եթե այդ ռազմամթերքը գտնվի Հայաստանում, որովհետև մենք այստեղ խոսում ենք Ռուսաստանի ամբողջական sense հասանելիության ու գերակայության հետ, որովհետև Հայաստանում կարելի ասել ռազմական ու անվտանգային ոլորտներում Ռուսաստանը ամեն ինչին տիրապետում է, սկսած համընդհանուր հոպից մինչև ռազմատեխնիկական համագործակցություն, սպաների կրթություն եւ այլն եւ այլն։ Հիմա այս առումով կարծում եմ հաջորդ ամենակարևոր քայլը, որ տեսանելի ապագայում մենք կարծես թե կարող ենք նախանշել, դա երկաթուղային հաղորդակցության ոլորտում տեղի ունենալի կամ կանխատեսվող դիվերսիֆիկացումն է, ու ես իրականում այս վերջին հայտարարությունը, որ հնչեց վարչապետի կողմից, այդ շատ կարևոր մարտավարություն է Ռուսաստանի հետ հարաբերություններ ունենալու առումով։ Մենք միշտ օրինակ ինչ ծայրահեղությունների նկատի ունեք Պուտինին դիմելը, որ վերանորոգեք Հայաստանյան երկաթուղիները, որոնք այսքան քանդված են։ Մենք միշտ ինչ ծայրահեղությունների գրկում ենք եղել, որ կամ Ռուսաստանին պետք է ասենց դեմարշ հայտարարել, որ դուրս եկեք այստեղից, մենք կամ պետք է դուրս գալ միանգամից ԵԱՏՄ-ից առանց ներքին շուկայի ստանդարտների, չգիտեմ, նոր ստանդարտների ապահովման, առանց դիվերսիֆիկացման, առանց իրական կոմպլեմենտար արտաքին քաղաքականության։ Այո, իսկ նույն կենտրոնական Ասիա երկրների, հատկապես Ղազախստանի կամ Ուզբեկստանի, եթե մոտեցումներ նայենք, դրանք եղել են շատ ավելի հաշվենկատ, այսինքն Ռուսաստանին ներքաշել կոնկրետ այնպիսի ծրագրեր, որոնք պարզ է, որ նրա այս պահին ուժային տիրույթում չեն, օրինակ եկեք այսինչ երկաթուղային ցանցերը վերանորոգեք ու պարզից էլ պարզ է, որ Ռուսաստանը հիմա երկընտրանքի առջև պետք է կանգնի, կամ
անել ներդրումներ, որոնք այս պահին կարճաժամկետ հեռանկարում քեզ չեն բերելու այն օգուտը, որը ակնկալվում է այդ ներդրումների դիմաց, կամ էլ հրաժարվել եւ թողնել Հայաստանին, որ այդ ոլորտը նույնպես դիվերսիֆիկացնի։ Եկնեք, այս մարտավարությունը մի քանի անգամ կիրառվել է հայկական կողմից։ Ես հիշում եմ Երևանը դիմել էր Մոսկվային արբանյակ տիեզերք թռցնելու աջակցելուն, մերժում էր, այսինքն պատասխան չէր ստացել, զինված ուժերի բարեփոխումներ պատասխան չէր ստացել, զենք բացասական պատասխաններ ստացել եւ հաջորդիվ քայլերը այն մասն են, որ այլ գործընկերների հետ են կիրառվում, այսինքն Ռուսաստանը կամ պետք է աջակցի, կամ էլ կորցնի Հայաստանի հետ գործընկերություն կոնկրետ այդ ոլորտում։ Իմ կարծիքով ըստ էության Ռուսաստանը հողի վրա բախվում է իր ուժային ռեսուրսների սահմանափակումներին, որովհետեւ ծանր գին վճարելով ուկրաինական ճակատում ունենալով այդ ազդեցության սահմանները ինքը ուզած թե չուզած որոշակի զիջումների պետք է գնա հարավային Կովկասում։ Օրինակ 21 թվականին ոչ մեկ չէր պատկերացնի, որ ԱՄՆ ենթակառուցվածքային ծրագիր կլինի Սյունիքում, որը տեղի ունենում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության տիրույթում։ Բայց բացի երկաթուղային հաղորդակցության տիրույթը, այնտեղ այս պահին իհարկե ակտիվորեն քննարկում է էներգետիկ անվտանգության ոլորտը, որովհետև ըստ էության մենք այստեղ ունենք մի քանի գործընկերներ ու բազմաշերտ գործընկերություն այստեղ կարող է ձևավորվել։ Այօնակ ռազմավարական գործընկերության փաստաթղթերից ենք խոսում, այս առումով վերջերս նշանակալ է նաև Եվրամիության այդ ռազմավարական առաջնահերթությունների օրակարգը, ինչը իհարկե ոչ թե ՍԵՊԱ-ին փոխարինում է, այլ փոխարինում է 18 թվականին, եթե չեմ սխալվում, արդեն իսկ եղած առաջնահերթություններին ու այս փաստաթղթի կարևորությունը նաև նրանում էր, որ ռազմավարական տեսք էր տալիս առաջնահերթություն, որոնք կային Հայաստանի ու Եվրամիության միջև ու այստեղ ամենակարևոր բանը, որ ինձ համար ես ֆիքսել էի, դա էներգետիկ անվտանգության բլոկներ ու երկու տարածաշրջանային պրոյեկտներում Հայաստանի ներգրավվածությունը, մեկը Սևծովյան մալուխների էլեկտրահաղորդման մալուխների ծրագիրներ, մեկն էր այդ սինխրոնիզացումներ Վրաստանի ու Թուրքիայի հետ ու նաև Եվրոպայի հետ, դա արդեն Կասպից ծովի այդ Սևծովյան մալուխների ծրագիրներ ու նաև Հայաստան այսօր քննարկում է ու սա կարծես թե բոլոր իշխանությունների կրկին կարևորագույն մեղքերից մեկն է, եթե նկատած կլինեք 2008 թվականից, եթե չեմ սխալվում, իսկ առաջ միշտ խոսվել է նոր ատոմակայան կամ նոր էներգաբլոկ ունենալու հարցը, այստեղ կարևոր է հասկանալ ի վերջո Հայաստանի վերջնական որոշումը որն է լինելու։ Ես որոշ տեսակետներ լսելով այդքան էլ համաձայն չեմ իշխանության հետ, որ պետք է հարցը դիտարկել տնտեսական շահավետության տեսանկյունից։ Այս վտանգավոր մոլորությունը, երբ որ մենք խոսում ենք դիվերսիֆիկացված հարաբերություններ ունենալու մասով, օրինակ նույն ցորենի մասով, մենք խոսում ենք պարենային անվտանգության մասով։ Գուցե ռուսական ցորենը ամենաէժանն է, բայց դա արդյոք ենթադրում է, որ պետք է 100%-ից կախվածություն ունենա Ռուսաստանից, որովհետև մեկ կենտրոնից կախվածությունը տնտեսական շահավետության գործակիցներով չեն որ գնահատում։ Այն պետք է դիտարկել նաև խոցելիության տեսանկյունից։ Այսինքն, եթե դու հիմա խոսում ենք օրինակ հիբրիդային սպառնալիքների մասին, շատերը ապատեղեկատվական հոսքերի տեսանկյունից են միշտ հարցը դիտարկում, օրինակ տնտեսական հարվածների իմաստով շատ քիչ քննարկում է գնում։ Հիմա օրինակ Հայաստանը, այո, եթե ուզում է ունենալ դիվերսիֆիկացված հարաբերություններ, նաև պետք է հանձնառություն ստանձնի որոշակի սուբսիդավորում տալ այն տնտեսվարողներին, ովքեր օրինակ Ուկրաինայից կամ Ղազախստանից ցորեն կարող են բերել, որովհետև դա Հայաստանի ներքին դիմակայունության հարցն է, Հայաստանի դիվերսիֆիկացված հարաբերություններ ունենալու հարցն է։ Ու այս բոլոր շերտերով պետք է ունենա տնտեսական իմաստով, օրինակ Եվրամիությունը նույնպես նշել էր, որ այդ փաստաթղթում, որ աջակցելու է Հայաստանին ունենալ տնտեսական դիվերսիֆիկացված հարաբերություններ, ու ամենաբարձր մակարդակով հնչեց, որ դա արվում է հենց Ռուսաստանից մեկ կենտրոնից վնասահար կախվածությունը նվազեցնելու առումով։ Ու քանի որ հակառակ նարատիվ է նաև հնչում, որ մենք Ռուսաստանի տարածաշրջանից դուրս ենք թողնում, ուզում ենք ռուսներն ընդհանրապես հեռանան, այս ամեն ինչը խոսում է նրա մասին, որ ընդհանուր պատկերացում չկա, ինչ է նշանակում դիվերսիֆիկացված հարաբերություններ։ Մենք շատ մեծ ցանկության պարագայում էլ չեն կարող Ռուսաստանին ընդհանուր առմամբ տարածաշրջանից դուրս մղել։ Այստեղ խոսքը նրա մասին է, թե որն է այն արդյունավետ ներգրավվածության չափը, որ կարող է Հայաստանում ունենալ Ռուսաստանը, ու դա վնասար ազդեցություն չի ունենա մեր արտաքին քաղաքական կամ անվտանգային շահերի վրա։ Շատ լավ, շատ կարճ, ինչի մասն է հայաստանյան քաղաքական ուժերի բանավեճի առարկային, եթե արտաքին քաղաքականությունը մի կողմ թողնենք, ժողովրդավարություն սա ձևակերպվում է 37 թվի տրամաբանության մեջ, հետընթաց ունենք, կալանավորներ, քրեական գործեր եւ այլ, եթե կարճ ամփոփելու լինենք, արդյոք դուք ունեք մտահոգություն, որ Հայաստանը իրապես ժողովրդավարության հետընթաց ունեցել է 25 թվականին, հաշվի առնելով այն բազմաթիվ քրեական պատմությունները,
որ գոյություն ունեն, թե ձեր գնահատմամբ սա այսպես օրինականության վերականգնած իրում։ Տեսեք, նույն օրինակ մեր Restart հիմնադրամի փորձառությունն էլ, որ աշխատում ենք կոնկրետ երիտասարդական համայնքի հետ, տարբեր ադվոկացիոն աշխատանքներ ենք տանում ու նաև այդ առումով համագործակցում ենք ու երբեմն հակամարտում ենք իշխանության տարբեր օղակների հետ, մի շարք կարևոր արձանագրումներ կան այստեղ։ Այո, եթե տարիների sense կտրվածքով նայենք, ժողովրդավարական հետընթացը ակնհայտ է։ Այսինքն մենք տեսնում ենք նոր բարքեր, որոնք չեն եղել 2021-ին, 22-ին, բայց կան 24-ին եւ 25-ին։ Մենք տեսնում ենք տարբեր ցավալի արձանագրումներ հակակոռուպցիոն քաղաքականության մեջ ու տեսնում ենք տարբեր կոռուպցիոն դրսևորումներ տարբեր մակարդակներում, հա, սկսած օրինակ անիֆը, որը ամենատենց բարձր մակարդակի գործադիրի ամենաբարձրաստիճան պաշտոնյայի կողմից համակարգվող ծրագրերի տեսանկյունից ենք տեսնում կոռուպցիոն դրսևորում։ Մենք նույնիսկ տեսնում ենք թիմ մակարդակում, այսինքն այն որ կոռուպցիոն դրսևորումները կան, այն որ ժողովրդավարական հետընթաց կա, դա փաստ է, բայց չպետք է ընկնել մյուս ծայրահեղությունների մեջ, որը փորձում են անել շատ շրջանակներ ու դա իհարկե միամիտ չէ, որ արվում է, այսինքն որ Հայաստանը 37 թիվն է, այստեղ ամենօրյա քաղաքական հետապնդումների են ենթարկվում մարդիկ, մարդու իրավունքները ոտնահարվում են ու դա տեղի ունենում շատ կոպիտ համակարգված ձևով, Հայաստանում բռնապետություն է հաստատվում։ Այս բոլոր խոսույթները ձևավորվում են ավելի շատ ժողովրդավարական ճանապարհով հակաժողովրդավարություն հաստատելու իմաստով, որովհետև այն ուժերը, որ դրանց մասին խոսում են, 37 թվի մասին է կատարվում։ 37 թվի մասին են խոսում, չգիտեմ, ազատ խոսքի տոտալ ճնշման մասին են խոսում, իմ մոտ տպավորություն է ստեղծում, որ ավելի շատ շահարկելով իշխանության կողմից որոշ ձախողումներ է ժողովրդավարության տեսանկյունից, որոնց մասին իհարկե պետք է խոսա ավելի շատ այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ժողովրդավարությունից են խոսել, դա իհարկե խոսքը քաղաքացիական հասարակության մասին, ովքեր չեն կեղծել ընտրությունները, եւ իհարկե այստեղ վտանգը նաև տեսնում եմ հիբրիդային սպառնալիքների, հիբրիդային գործիքների կիրառման տեսանկյունից, որովհետև դժվար է այսօր հայ հասարակությանը ասել, որ ժողովրդավարությունը սխալ է, որ մենք գանք ժողովրդավարություն չի լինի ու քեզ ընտրեմ։ Պարզ է, որ դա Հայաստանում առնվազն 2018-ը շատ ծանր հետք է թողել ընդհանուր հասարակության մեջ ու այդ նարատիվը չի աշխատելու, բայց փորձում են հայկական ժողովրդավարությունը, չգիտեմ, օրինակ մենք երբեմն այդ ապատեղեկատվական նարատիվները փորձում ենք ուսումնասիրել երիտասարդների շրջանում, հիմնականում ժողովրդավարությունը դնել երկընտրանքի մեջ ազգային ինքնության հետ, ազգային անվտանգության հետ եւ այլն, բայց միևնույն ժամանակ չժխտել, որ ժողովրդավարությունը լավ բան է։ Բայց պարտության պատճառը ժողովրդավարությունը է։ Բայց դրանք ձևակերպվել են։ Օրինակ 2020-21 թվականին ժողովրդավարություն versus անվտանգություն նարատիվը ամենագերականը էր։ Հետո դա սկսեց ազգային ինքնություն, հիմա էլ թրքացում, ադրբեջանականացում, չգիտեմ, հազար ու մի տերմին են հորինում, բայց 26 թվականի ընտրություններին ընդառաջ բոլորս մարտահրավերի առաջ են կանգնելու։ Մի կողմից քննադատել ժողովրդավարական հետընթացը, մյուս կողմից էլ թույլ չտալ, որ հատկապես արտաքին ազդեցության նարատիվները կամ ցանկացած արտաքին միջամտություն հնարավոր ազդեցություն ունենա ընտրական ելքի վրա։ Սա իմ կարծիքով ընդհանուր թե առողջ ժողովրդավար քաղաքական ուժերի, թե քաղաքացիական հասարակության հիմնական անելիքն է լինելու։ Այստեղ կարծում եմ արդեն իսկ մենք որոշակի խնդիրներ ունենք, որովհետև երբեմն տարվելով այդ ժողովրդավարական հետընթացի քննադատությամբ մենք դառնում ենք արտաքին ազդեցությունների, նաև որոշակի դեպքերում օբյեկտներ, գործիքներ, այս շատ նուրբ սահման է, որ մենք նույնպես փորձում ենք անել։ Մի կողմից քննադատել, որ այո կա հետընթաց, չգիտեմ, վարչական ռեսուրսի չարաշահում եւ այլն, բայց 37 թիվը չէ հաստատ, ու մյուս կողմից էլ այն ընդդիմադիր շրջանակները, որոնք շատ դեպքերում ապացուցել են, որոնք նույնպես հանդիսանում են արտաքին միջամտությունների ու մանիպուլյացիաների գործիքներ, չշահարկել հայկական հետընթացը ժողովրդավարության իմաստով ու ժողովրդավարական գործիքները չօգտագործել ու գալ հակաժողովրդավարություն ստեղծել։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ֆակտոր TV-ում հյուրընկալել ենք Յուրի Մովսեսյանին։